Բարի երեկո, Հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Հայաստանի վարչապետը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հերթական գրառում է կատարել եւ Ադրբեջանի նախագահին ուղղված առաջարկություն ներկայացրել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ երեկ երկու այլ գրառման վարչապետ Փաշինյանը տեղեկացրել էր, որ իր հանձնարարականը Հայաստանի պաշտպանության նախարարությանը հստակ է չանել հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում, քանի որ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի, եւ որ ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։ Ադրբեջանն այսօր եւս ապատեղեկատվություն է տարածել, թե իբր մարտի 19-ին ժամը 19-ից 19:10 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունից, միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում, ասված է հաղորդագրության մեջ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին այսօր Երևանում կայանալիք Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը ներկա գտնվելու հրավերն ընդունելու համար։ Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցերի։ Վարչապետ Փաշինյանն Իրակլի Կոբախիձեին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ պետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեն կղեկավարի Արթուր Նահապետյանը, կկարգավորվեն մշակութային աճուրների դաշտն ու միաժամանակ սովորող եւ աշխատող 16-ից 18 տարեկան անձանց ծանր վնասակար աշխատանքային պայմանները։ Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում։ 2024-ի նոյեմբերի 20-ից հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել։ Կոմիտեի նոր նախագահ ընտրելու համար ձևավորվել էր մրցութային խորհուրդ, հայտարարվել մրցույթ։ 5 թեկնածուներից 3-ը հաղթարել էին միավորների շեմը։ Առավելագույն միավոր ստացած թեկնածուները ներկայացվել էին կառավարության քննարկմանը։ Քննարկման արդյունքում նախագծով առաջարկում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Արտուշի Նահապետյանին։ Վարչապետն ասաց, որ զրուցել է մրցույթի մասնակիցների հետ եւ որոշել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրել Արթուր Նահապետյանին։ Փաշինյանը նաեւ նշեց, որ նույն կարծիքն է հայտնել նաեւ խորհուրդը։ Պարոն Նահապետյանը թե բարեվարկության միավորով, թե ընդհանուր միավորների հարագումարով առավելագույն թվերն է հավաքել։ Իմ թեկնածությունը առաջադրել եւ հաստատել ինձ համար մեծ պատիվ է եւ պատասխանատվություն։ Վստահեցնում եմ, որ կորցադրելու եմ առավելագույն ջանք հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Շատ կարևոր աշխատանք կա անելու քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներում, արձանագրեց վարչապետն ու հավելեց զարմանքով ու մի փոքր զայրույթով է արձանագրել, երբ 2018-ից աղմուկ աղաղակով լրատվականների առաջին էջերում հայտնված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ հետաքրքրվել է ու ստացել կարճ տեղեկանք։ Նախաքննությունը շարունակվում է, սակայն ներեք անթույլատրելի է, որովհետեւ պետք է ի վերջո հանրությունը, կառավարությունը պատասխան ունենա։ Փաշինյանը նաև նշեց, որ շատ հակված են, որ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի նաև կառավարության պետական մարմինների ընթացիկ գործունեության հետ կապված։ Պարոն Նահապետյան, շնորհավորում ենք, հաջողություններ ենք մաղթում։ Հաջորդ նախագիծը ներկայացնելիս նախարար Անդրեասյանը նշեց, որ Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում։ Ուստի առաջարկվեց հիմք դնել Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտի կայացմանն ու ընդունել նոր օրենք։
կապահովի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը եւ ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի նաեւ մեր ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը եւ շրջանառության ընդլայնմանը, ինչպես նաեւ առաջարկի, պահանջարկի եւ մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը եւ ստվերային շրջանառության կրճատմանը։ Վարչապետի խոսքով, եթե հաջողվի փորձառու եւ հեղինակավոր օպերատոր ներգրավել, Հայաստանի արվեստի շուկան կդառնա համաշխարհային շուկայի մաս, այսինքն հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում ավելի մեծ ներկայություն ունենալ։ Սա շատ կարևոր համակարգ է իրոք, եւ շատ բան կարող է փոխել մեր մշակույթի եւ արվեստի զարգացման գործում։ Հաջորդ նախագծով էլ առաջարկվեց կարգավորել միաժամանակ սովորող եւ աշխատող 16-ից 18 տարեկան անձանց ծանր վնասակար աշխատանքային պայմանները։ Հայաստանում գործում է դուալ կրթության համակարգ, երբ ուսանողը միաժամանակ եւ սովորում է եւ աշխատում, ու քանի որ խոսքը հատկապես անչափահասներին է վերաբերում, որոնց մի մասը ՄԿ համակարգի ուսանողներ են, նախարար Անդրեասյանի խոսքով պետք է ապահովել նրանց նմանատիպ աշխատանքներում ընդգրկվելու համար անհրաժեշտ առողջության եւ անվտանգության պահպանման պայմանները։ Որպեսզի մենք ունենանք պատշաճ վստահություն, որ օրենսդրությամբ սահմանված ծանր վնասակար, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավվածությունը ընթանում է համարժեք 16-ից 18 տարեկան անձանց համար ընդունելի պայմաններին եւ նաեւ նկարագրվում են ուրեմն այս ընթացակարգերը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թեման կարևոր է եւ ռազմավարական նշանակություն ունի թե կրթության, թե տնտեսության զարգացման համար։ Մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը վարչապետի խոսքով պետք է լրջորեն ուժեղացնել հատկապես մարզերում, զարգացնելով քոլեջների համակարգը։ Եվ պետք է որոշել այն ուղղությունները, որոնք մեր կարծիքով մարզում ունեն երկարաժամկետ հեռանկար։ Վարչապետն անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման համակարգին նշեց, որ դրանով մի քանի խնդիր է լուծվում։ Ուժեղացվելու են թվային հարթակները, ստեղծվելու են պետություն-քաղաքացի հարաբերություններ, կրթական նոր ենթակառուցվածքներ։ Բայց էլի պայմանավորվել են, եթե հանկարծ կլինի դեպք, որ սահմանված ժամկետից մարդը համընդհանուր հայտարարագիր չի լրացնի նույնականացման քարտի համար դիմաց լինելու եւ մեր պատճառով ստացած չլինելու բերումով իր համար ոչ մի նեգատիվ հետևանք, ոչ սոցիալական կրեդիտների մասով, ոչ էլ հայտարարագրի լրացրած չլրացրած լինելու մասով չի ծագի։ Փաշինյանն ասաց, համոզմունք ունեն, որ նոյեմբերի 1-ից լիարժեք կապահովի նույնականացման քարտերի թողարկումը։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, համաձայն որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի մարգարա անցակետը բացվում է այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ Սիրիա ուղարկելու համար։ Բրազիլիայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Բրազիլի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի առանձնազրույցը։ Տարածաշրջանային թեմաների համատեքստում նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման Հայաստանի Հանրապետության տեսլականը, այդ նպատակով գործադրված ջանքերը, այդ թվում խաղաղության պայմանագրի նախագծի մշակման համաձայնեցման ուղղությամբ։ Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը նախ հիշատակում է, որ Բրազիլը լատինաամերիկյան առաջին պետություններից էր, որը 1991 թվականին ճանաչեց Հայաստանի անկախությունը եւ 2006 թվականին դարձավ առաջին հարավամերիկյան երկիրը, որը Երևանում հիմնեց պրեզիդենտ դեսպանություն։ Արարատ Միրզոյանի խոսքով Հայաստանն ու Բրազիլը կիսում են հիմնարար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, որոնք հանդիսանում են քաղաքական երկխոսության եւ համագործակցության հիմքը։ Մինչ մենք ուսումնասիրում ենք իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները եւ շարունակում ենք աշխատել տարբեր համաձայնագրերի նախագծի վրա, այսօր ես ուրախ եմ ստորագրել Հայաստանի դիվանագիտական դպրոցի եւ Բրազիլի Ռիո Բրանկո ինստիտուտի միջև փոխհմբռնման հուշագիրը։ Մենք ձգտում ենք խորացնել երկկողմ համագործակցությունը կրթության, նորարարության, բարձր տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտի եւ թվային բանկինգի ուղղություններով։ Այս բնագավառներում, ոլորտներում մենք երկուստեք կարող ենք եւ կիսվել փորձով եւ ուսումնասիրել Բրազիլի փորձը։ Չնայած աշխարհագրական հեռավորության երկու երկրների առևտրային հարաբերություններն ընդլայնելու համար կա զգալի ներուժ, նկատում է Միրզոյանը։ Ավելի ամուր տնտեսական հարաբերություններ զարգացնելու նպատակով երկու երկրների նախարարներն ընդգծել են բիզնեսից բիզնես անմիջական կապերի խթանման հանձնառությունը։ Միրզոյանն ու Վիեյրան մտքեր են փոխանակել նաև միջազգային զարգացումների եւ միտումների շուրջ։ Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ընդլայնվող գործընկերությունը, խոսքը թե Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության եւ թե Եվրոպական միության հետ համագործակցության խորհրդի
տարածման մասին է։ Իհարկե մենք խոսեցինք նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, մինչ մենք ականատես ենք լինում բազմաթիվ տարածաշրջաններում անորոշությունների եւ անվտանգային մարտահրավերների, Հայաստանն ինքն է անմիջականորեն բախվել բազմաթիվ անվտանգային մարտահրավերների, իսկ Հարավային Կովկասն անցել է բազմաթիվ հակամարտությունների միջով։ Այնուամենայնիվ իմ երկիրը շարունակում է հաստատակամ մնալ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու իր հանձնառությանը։ Վստահ եմ, որ տեղյակ եք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջին զարգացումների մասին։ Համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին, Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման եւ նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար։ Այսպիսով պայմանագիրը պատրաստ է ստորագրման եւ Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն, արձանագրում է Արարատ Միրզոյանը, ընդգծելով նաեւ, որ մյուս կարևոր հենասյուներից են սահմանների սահմանազատումն ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով անցյալ տարի Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել սահմանազատման գործընթացում, հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, հաջողությամբ սահմանազատելով եւ սահմանանշելով ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք շատ կոնկրետ առաջարկներ, որոնք եթե կյանքի կոչվեն, կարող են հնարավորություն տալ սկզբում երկաթուղու գործարկմանը, ապա նաեւ ստեղծել լայն հնարավորություններ հաղորդակցությունների ընդլայնման համար։ Իհարկե, ինչպես կարող եք պատկերացնել, փոխկապակցվածության թեման դուրս է գալիս մեր երկու երկրների սահմաններից եւ տարածաշրջանային ու գլոբալ լոգիստիկ ուղիներին միանալու եւ դրանցում ներդրում ունենալու տեսլականով Հայաստանը նախաձեռնել է խաղաղության խաչմերուկ ծրագիրը, նախագիծ, որը նպատակ ունի հասնել ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի եւ էներգետիկ ցանցերի տարածաշրջանային հաղորդակցությունների ներառական շրջանակի ձևավորմանը։ Միրզոյանը հայտարարում է նաև, որ կանխատեսելիության բարձրացման եւ փոխվստահության ձևավորման համար Հայաստանը հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով, բայց նշված առաջարկներն ըստ նրա չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից։ Հայաստանը դեռևս չունի դրական արձագանք հաղորդակցությունների եւ սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ։ Չնայած մենք հայտարարել ենք խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին, վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել, կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի։ Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության եւ երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների եւ մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը։ Իր խոսքի եզրափակիչ հատվածում Արարատ Միրզոյանը հայտարարում է. Հայաստանը վարում է հավասարակշռված եւ ապագային միտված արտաքին քաղաքականություն, որը նպատակ ունի պահպանել կայունությունը, ընդլայնել տնտեսական հնարավորությունները եւ ամրապնդել հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Տեղի է ունեցել իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկումը, վարչապետը Հակիրճ ներկայացրել այդ գաղափարախոսության հիմնական կետերը։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով իրական Հայաստանը դա նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետությունն է իր միջազգայինորեն ճանաչված տարածքով եւ սահմաններով։ Սա թվում է շատ բարձ եւ շատ տրիվիալ արձանագրում է, բայց վերջին տարիներին ես զարմանքով եմ արձանագրել, որ այս թիվը մեզնից շատերին ծանոթ չի։ 29743 քառակուսի կիլոմետրը մեզնից շատերին ծանոթ չի։ Եվ այստեղ ծագել է մի հետևյալ հարց. իսկ ինչու է թվում մեզ ծանոթ չի։ Չէ՞ որ դա մեր պետության տարածքն է, միջազգայինորեն ճանաչված տարածքը, եւ երբ մի քանի իրադրություններում, ձեզ հայտնի իրադրություններում քննադատություն ա եղել, թե օրինակ ես ինչու այս կամ այն երկրի տարածքային ամբողջականությունը ինչու եմ ճանաչել եւ որն է մոտիվացիա, ես իհարկե նախկինում եմ ասել, բայց հիմա ուզում եմ արձանագրեմ, որ դրա ամենակարևոր մոտիվացիան հետևյալն է, որ նախ մենք ինքներս մեր երկրի տարածքային ամբողջականությունը պիտի ճանաչենք եւ այդ արձանագրումը շատ արտասովոր է, որ կարող է պարզվի, որ մենք ինքներս մեր երկրի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչել, այն նկատառումով, որ դա
այդքան էլ ճիշտ չի կամ այդքան էլ հասկանալի չի կամ Հայաստանի մասին մեր պատկերացումներին չի համապատասխանում։ Իմ հաջորդ արձանագրումը, որը ուղիղ կապ ունի նախորդ արձանագրման հետ, հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքը ուժեղացրու պետություն է։ Եվ ես առաջարկում եմ մի միտք էլի քննարկման համար, հայրենիք եւ պետություն հարաբերությունների։ Տեսեք, շատ երկար ժամանակ, առնվազն մի քանի 100 տարի, մեր գիտակցության մեջ ո՞րն է եղել մեր հայրենիքը։ Մեր հայրենիքը եղել է Հայաստանը, չէ, հասկանալիորեն եւ ակնհայտորեն։ Բայց պետությունը եղել է, օրինակ, Պարսկաստանը։ Մեր հայրենիքը եղել է Հայաստանը, էլի, ինչ-որ մի հաջորդ ժամանակաշրջանում կամ մի ուրիշ տեղում։ Իսկ պետությունը եղել է Թուրքիան, Օսմանյան կայսրությունը։ Մեր ընկալման մեջ հայրենիք եղել է Հայաստանը, իսկ պետությունը եղել է Ռուսական կայսրությունը։ Մեր ընկալման մեջ էլի կարող է թվարկել, բայց մեծ հաշվով, չգիտեմ, դա գուցե ոչ ամբողջական, բայց ինչ-որ ձևով էլի կապ ունի այս տրամաբանության հետ։ 20-րդ դարում մեր հայրենիքը, 20-րդ դարի 20-ականներից հետո մեր հայրենիքը էլի եղել է Հայաստանը, բայց պետությունը եղել է Խորհրդային Միությունը։ Եվ իմ ընկալմամբ, այստեղ առաջացել են որոշակի խնդիրներ։ Եվ այդ խնդիրները ես ձևակերպում եմ հետևյալ կերպ։ Հայրենիքի պետության ռելիկտային ընկալում։ Եվ որը հայրենիքի դիրքերից պետությունը ընկալում է որպես օտար մի բան։ Եվ հետևաբար իրական Հայաստանը նաև այս ճեղքը հայրենիքի և պետության մեջ լրացնելու մասին է։ Հաջորդ կարևոր արձանագրում նա իրական Հայաստանի գաղափարախոսության, որ 95 եւ ավել տոկոսով որտեղ խաց այնտեղ կաց արտահայտությունը դիտարկվել է նեգատիվ կոնտեքստում, որովհետև դա ընկալվել է որպես արտագաղթի կարգախոս։ Այսինքն ասել ենք, մարդիկ արտագաղթում են, որովհետև առաջնորդվում են որտեղ խաց, այնտեղ կաց սկզբունքով։ Բայց ոչ մեկ հարց չի տվել, ես էլ հարց չեմ տվել ինձ։ Թե բամիրոք է, բայց մարդը իր հայրենիքի ու պետության մեջ ինչի հաց պետք է չունենա։ Եվ իրական Հայաստանի գաղափարախոսությունը փորձառում պետությունը եւ հայրենիքը եւ հացը դնել նույն շղթային ու տրամաբանության նույն բանաձևի մեջ, որ դրանք տարբեր բաներ չեն։ Պարբերաբար շրջանառվող խոսակցությունները, թե պետական եկամուտների կոմիտեն հարկային տերորի է ենթարկում բիզնեսին, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ունեցած շփազրույցի ժամանակ նշել է կոմիտեի ղեկավար Էդուարդ Հակոբյանը։ Մենք տնտեսվարողներին եւ բոլորին վերաբերում ենք որպես մեր ընտանիքի անդամներ։ Ես ասում եմ բառիս ամենաուղիղ իմաստով, որի մասին մանրամասն խոսել եմ եւ մեկնաբանել եմ իմ ասուլիսի ժամանակ եւ հարցազրույցների ժամանակ, եւ մենք փորձում ենք մեր հասարակությունը մարդակենտրոն մաքսիմալ մեր ծառայությունը հասարակության համար մարդակենտրոն դարձնել ու համոզված եղեք բոլոր տեղերում այդ դրսևորումները կան։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։
Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի քաղաքապետ, նախագահի հավանական թեկնածու, հեղինակավոր ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության առիթով զանգվածային բողոքի ցույցերն ու հանրահավաքները։ Իմամօղլուի դեմ իշխանության իրականացրած արշավը ընդդիմությունը պետական հեղաշրջման փորձ է անվանել։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչու է մեղադրվում ու ինչու է նրա ձերբակալությունը համեմատում հեղաշրջման փորձի հետ։ Դատախազությունը ներկայացրել է, թե նրա ղեկավարած քաղաքապետարանում կատարվել են մոտ 560 միլիարդ լիրայի մեքենայություններ եւ որ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այդ ամենի մասին տեղյակ է եղել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մասնակից է եղել այդ մեքենայությունների։ Պաշտոնական այդ վարկածի համաձայն խախտումները տեղի ունեցել մունիցիպալ այդ պայմանագրերի բաշխման արդյունքում։ Մոտ 100 բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվել է, դրանց թվում կան նաև հայտնի դեմքեր, իսկ կոնկրետ Իմամօղլուի դեմ 2 քրեական գործ է հարուցվել, մեկը կապված է կոռուպցիայի հետ, իսկ մյուսը ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու հետ է կապված, թե իբրև թե նա ֆինանսավորել է քրդական բանվորական կուսակցությանը, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական։ Ամենայն հավանականությամբ արդեն մարտի 23-ին Էքրեմ Իմամօղլուին կալանքի որոշում է կայացվելու։ Եվ այդ դեպքում կարծում եմ իրավապաշտպան կազմակերպություններից շատերը նրան քաղբանտարկյալ կհամարեն։ Եթե հաստատվի այս տեղեկությունը, Ստամբուլում արտաքին կառավարում է նշանակվելու եւ փաստացի իշխանությունը Թուրքիայի խոշորագույն քաղաքի անցնելու է նահանգապետ Դավութ Գյուլի, ով Էրդողանի հավատարիմ թիմակիցն է։ Այսպիսով Էրդողանը կարողանա վերահսկողության տակ առնել Թուրքիայի խոշորագույն քաղաքը, որը ընդդիմության այսպես որջ են համարում իշխող կուսակցությունում։ Ընդդիմադիրները համարում են, որ տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ է ենթադրում, բանն այն է, որ Գալիք Կիրակի օրը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը Ժողովրդի հանրապետականը, որի անդամ է Էքրեմ Իմամօղլուն, պատրաստվում էր նրան նախագահի թեկնածու առաջադրել։ Իսկ բոլոր հարցումները վկայում են այն մասին, որ Իմամօղլուն ոչ միայն իր կուսակցությունում ամենամեծ ժողովրդականությունը վայելող անձն է, այլ նաև ողջ Թուրքիայում։ Համենայն դեպս նրա վարկանիշները այսօր ավելի բարձր են, քան Էրդողանի վարկանիշները։ Եվ թեև նախագահական ընտրությունները Թուրքիայում հերթական ընտրությունները 28 թվականին պետք է տեղի ունենան, շատ մեծ է հավանականությունը, որ արդեն գալիք տարի արտահերթ ընտրություններ են լինելու, եւ այսպիսով Էրդողանը փորձում է մեկուսացնել եւ շարքից հանել իր գլխավոր հակառակորդի, առանց որի նա հնարավորություն կունենա ընտրություններում նա կամ իր թիմակիցը ընտրություններում հաղթելու։ Մինչ այդ էլ որոշակի քայլեր ձեռնարկվել էին Իմամօղլուին շարքից հանելու համար, այսպես ասած, բանն այն է, որ Թուրքիայում պարտադիր պայման կա, որ նախագահի տեխնազուն պետք է ունենա բարձրագույն կրթություն, եւ մի քանի օր առաջ Ստամբուլի համալսարանը չեղարկել էր Իմամօղլուին տված բարձրագույն կրթության մասին դիպլոմը։ Իբրև թե նա այլ համալսարանից տեղափոխվելու ընթացքում ինչ որ խախտումներ է տեղի ունեցել։ Դա եւս այսպես հող է նախապատրաստում, որպեսզի մերժվի Իմամօղլուի նախագահի առաջադրումը։ Եթե իսկապես Իմամօղլուին այս քայլերի արդյունքում հնարավորություն լինի հանել դիստանցիայից, Էրդողանի թիմը իսկապես որոշակի շանսեր կունենա հաղթել գալիք ընտրություններում։ Հիշեցնեմ, վերջին մունիցիպալ ընտրություններում իշխող կուսակցությունը խայտառակ պարտություն է կրել եւ արձանագրել է ամենացածր իր վարկանիշը վերջին 20 տարվա ընթացքում։ Իսկ ինչպես է այս ամենն ընդունվում հանրության կողմից։ Էքրեմ Իմամօղլուն իսկապես շատ մեծ ժողովրդավարականություն է վայելում Թուրքիայում, մանավանդ Ստամբուլում, որի քաղաքապետն է արդեն 3-րդ անգամ կարծեմ ընտրվում, նաև իդեպ Ստամբուլի հայերի աջակցությունն է վայելում, մի քանի անգամ այսպես ընդգծված իր վերաբերմունքն է արտահայտել հայերի նկատմամբ, եղել է հայկական եկեղեցիներում պատարակների, եկել է պատրիարքին շնորհավորելու հայկական ազգային տոների կապակցությամբ, իր նախաձեռնությամբ նշանակվել են հայազգի գործիչները Ստամբուլի այսպես թաղային փոխքաղաքապետերի պաշտոնում, այսինքն հայերը եւս հակված էին կարծում եմ ընտրություններում ձայն տալ հենց Իմամօղլուին։
Ոմանք կարծում են, որ այս ռեպրեսիաները միայն դրական ազդեցություն կունենան նրա վարկանիշի վրա։ Ժամանակին, երբ Էրդողանն էր հավակնում երկրի ղեկավարի պաշտոնին եւ նրան էին ձերբակալել, արդյունքում նրա վարկանիշը զգալիորեն աճել էր։ Կարծում եմ տեղի կունենա նույնը նաեւ այս անգամ։ Թեև Ստամբուլում արգելվել են ցանկացած տեսակի հավաքներ, հանրահավաքներ եւ ցույցեր, դրանք տեղի են ունենում։ Մարդիկ բողոքում են, հազարավոր մարդիկ հավաքվում են բողոքի ցույցերի եւ արդեն բախումներ են արձանագրվել ոստիկանության հետ, որոնց արդյունքում կան տուժածներ։ Մասնավորապես ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել Ստամբուլի համալսարանի ուսանողներին ցույցը ցրելու համար։ Մի շարք ճանապարհներ, որոնք տանում են դեպի Ստամբուլ, փակվել են ոստիկանների կողմից, որպեսզի գավառներից մարդիկ չկարողանան գան հասնել Ստամբուլ բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Արդյոք ինչի կարող է այս ամենը հանգեցնել ի վերջո։ Գլոբալ հետևանքներ կարող է ունենալ, եթե Էրդողանը չհրաժարվի այս ռեպրեսիաներից, Թուրքիան կարող է դառնալ տոտալիտար երկիր, Ադրբեջանին նմանեցնող այսպեսի մի երկիր, հա։ Ինչ ուզում ենք ասել, բայց Թուրքիան այնուամենայնիվ ժողովրդավարություն է՝ ի տարբերություն Ադրբեջանի եւ կարող է նման գործողությունների արդյունքում զրկվել իր այդ համբավից։ Մի շարք արևմուտքի գերտերությունները արդեն դատապարտել են Էրդողանի այս արածները, մասնավորապես Գերմանիան, Ավստրիան, Շվեյցարիան, Եվրամիությունը եւս դատապարտել է։ Եվ իրական հեռանկար կա, որ Եվրամիության եւ Թուրքիայի միջև հարաբերությունները ահա այսպիսի զարգացումների դեպքում կարող են ել ավելի լարվել։ Իսկ եթե նման գործողությունների արդյունքում Էրդողանը կարողանա վերահսկողության տակ առնել Թուրքիան նաև ընտրություններից հետո, իրական շանսեր կա, որ Թուրքիան կդառնա իսկապես այն տոտալիտար երկիրը, որի հետ Եվրոպան պարզապես չի ցանկանա ոչ մի ընդհանուր բան ունենալ։ Շնորհակալություն, Արծեն։ Իսկ թողարկման վերջում միջազգային լրահոսն է, որը ներկայացնում ենք մեկ տեսաշարով։ ԱՄՆ եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի հաջորդ օրը Սպիտակ տան ղեկավարը մեկ ժամանոց հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում, ընդգծելով, որ դա շատ լավ հեռախոսազրույց էր։ Նախագահ Թրամփը նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով Միացյալ Նահանգները իր վերահսկողության տակ վերցնի Ուկրաինայի ատոմակայանները։ Թրամփի եւ Զելենսկու հեռախոսազրույցից կարճ ժամանակ անց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլսը հայտարարել են, որ ատոմակայանները ԱՄՆ-ի տնօրինման հանձնելը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի համար լավագույն պաշտպանությունն է։ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները նաև տեղեկացրել են, որ Վլադիմիր Զելենսկին խնդրել է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել Կիևին։ Ըստ վերջիններից Թրամփը համաձայնել է աշխատել այդ ուղղությամբ։ Ուկրաինայի նախագահը Թրամփի հետ իր զրույցն անվանել է դրական, շատ բովանդակալից եւ անկեղծ։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանը կրկին հարձակվել է Ուկրաինայի վրա 171 հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ համակարգերն անցած գիշեր ուկրաինական 132 անօդաչու թռչող սարք են խոցել։ Գերատեսչության տվյալներով անօդաչուների մեծ մասը խոցվել է Սարատովի մարզում։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Էնգելսի նավթավերամշակման գործարանում։ Ռուսական զորքերը 40 անօդաչու թռչող սարք են խոցել նաև Վորոնեժի, 22-ը Բելգորոդի, 9 Ռոստովի մարզերում, 3 հական անօդաչու թռչող սարք է խոցվել նաև Կուրսկի շրջանում եւ Ղրիմում եւ մեկը Լիպեցկի շրջանում։ Էնգելսի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում տեղի օդանավակայանում հրդեհ է բռնկվել։ Մոտակա տների բնակիչները տարհանվել են, հայտնել է Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ Վերջինս նշել է նաև, որ Սարատովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել է Էնգելս քաղաքի հիվանդանոցը, կան զոհեր։ Իսրայելական զորքերը հետ են գրավել Նեցարի միջանցքը, որը կիսում է Գազայի հատվածը սահմանափակելով պաղեստինցիների տեղաշարժը։ Երեքշաբթի օրվանից առ այսօր, երբ Իսրայելը վերսկսեց Գազայի ռմբակոծությունը, ըստ պաղեստինյան կողմի զոհվել է առնվազն 710 մարդ, այդ թվում 183 երեխա։ Համասի ներկայացուցիչ Թայեր Ալ-Նոնոն հայտարարել է, որ խմբավորումը չի փակել բանակցությունների դուռը, սակայն նա պնդում է, որ նոր համաձայնագրերի կարիք չկա, եթե գոյություն ունի ստորագրված համաձայնագիր։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ նոր ռմբակոծությունը դեռ միայն սկիզբն է։
Թրամփն իր նամակում 2 ամիս ժամանակ է տվել Իրանին միջուկային նոր համաձայնագիր կնքելու համար, այս մասին Axios-ին հայտնել է նամակի բովանդակությանը ծանոթ աղբյուրները։ Ըստ պարբերականի, եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը եւ չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունը կտրուկ կմեծանա։ Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Իրանի 60% հարստացված ուրանի պաշարները մինչև 90% հարստացնելու դեպքում բավարար են 6 միջուկային ռումբի ստեղծման համար։ Իրանը հերքել է, որ միջուկային զենք է մտադիր ստեղծել։ Անցյալ շաբաթ Խամենեին Թրամփի նամակն ու բանակցությունների վերաբերյալ նրա առաջարկը որակել է խաբեություն, քանի որ պաշտոնական Վաշինգտոնը փորձում է տպավորություն ստեղծել, որ Իրանը հրաժարվում է բանակցություններից։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Այսքանը ենք առանձնացրել այս ժամի համար, կհանդիպենք ժամը 22-ին Հորիզոնի գլխավոր թողարկմանը առայժմ։